Ողջույն բարեկամներ, այսօր ես կխախտեմ իմ ավանդական հաղորդում սկսելու ձևը եւ միանգամից սկսեմ արտասահմանյան նորությունից, որը շատ կարեւոր է մեզ համար եւ շատ նախադեպային, ես չգիտեմ որքանով եք դուք տեղյակ թե ոչ, Կոնգոյի նախկին նախագահը մահապատժի է դատապարտվել պետական դավաճանության համար։ Ես կարդացի պատմությունը, ինչու՞մ է մեղադրում այս նախկին նախագահը, պարզվեց ուղիղ մեկին Նիկոլն է, Կոնգոյի Նիկոլն է, իդեալական նախադեպ է։ Ինչ արեց Կոնգոյի Նիկոլը։ Օգնել է կողքի երկիրը, ասում Կոնգոն դեմոկրատական է, ես նույնիսկ չգիտեմ, Կոնգոն դեմոկրատական է։ Ինչ որ տարածքում կա M23 ռազմական խումբ, որը փաստորեն հովանավորում է կողքի երկիրը, Ռուանդա։ Դա Ռուանդայի զորքը չի, բայց ընդերից է ղեկավարում։ Փաստորեն սա էլ է օգնել այդ խմբին, որ Կոնգոյի տարածքներից հսկայական հողեր գրավեն։ Պատկերացնում եք, ինչով Նիկոլ չի, մեկին Նիկոլն է։ Ես sense եմ մտածում, որ բոլոր բիզնեսները, քանի որ արդեն համարյա երևի իրանց սպառել են, ավելի ճիշտ կարող ասենք զենքը մեկինն է բիզնեսը, նարկոտիկը մեկի բիզնեսը, հա, բայց մարդիկ կան միանգամից շատ են ուզում հարստանալ եւ չեն կարող այդ ոլորտներ մտնել, երևի որոշել են, որ երկիր ծախելը հələ ոչ մեկի բիզնեսը չի։ Կարելի է երկիր ծախելով զբաղվել։ Եվ այսպես Կոնգոյի երկիրը վաճառած նախագահը դատապարտվել է մահապատժի։ Շնորհավորում եմ Կոնգոյի բնակիչներին եւ Տարոսը բոլորիս հայերին, որպեսզի մի օր կարողանանք մեր դատավճիռը իրականացնել։ Իմիջիալոց դրա շանսերը շատ բարձրանում են։ Այսօր երկար բարակ խոսակցություն եմ ունեցել իշխանություններին եւ ուժային կենտրոններին շատ մոտիկ։ Ես վստահ եմ մոտիկ, ինքը ոչ մտեղ չի երևում, ոչ մի բանից չի խոսում, բայց հնուց տեղյակ ամեն ինչից վստահ եմ։ Երկար խոսեցինք, ուզում եմ հասկանալ նյութը որն է։ Միանգամից անցնեմ նյութին։ ԿՊ-ականները երաշխիքներ են փնտրում։ Տեղյակ ես Նիկոլ։ Տեղյակ ես Նիկոլ, թիմը երաշխիքներ է փնտրում։ Ու խնդրումը գիտեք որն է։ Ամենա հետաքրքիրը որ իրանք չգիտեն ով կարող է իրանք երաշխիք տա։ Ոչ թե որ միայն նրա համար որ իրանք այնքան են ատում որ երաշխիք տվող չի լինի, այլև նույնիսկ չգիտեն ով է լինելու ամենայն հավանականությամբ հաջորդը։ Եվ մեր այս երկար բարակ խոսակցությունը մի նպատակ ուներ, մոտարապես ինձանից պարզել ում եմ տեսնում ես հաջորդ տեխնացում։ Քանի որ ես բոլորի հետ մաքսիմալ անկեղծ եմ, ինչպես ես 100,000 դիտողների հետ, իհարկե ես չասեցի, ոչ թե նրա համար որ գիտեի չասեցի, ուղղակի ես չգիտեմ, անկեղծ չգիտեմ։ Եվ այտենց էլ ասեցի անկեղծ չգիտեմ, բայց սա չի հետաքրքիր է։ Հետաքրքիրն է նա, որ ԿՊ-ականները երաշխիք են փնտրում, այսինքն փնտրում են որտեղ վազեն նախորոք պայմանավորվելու համար։ Ես վստահ եմ, որ եթե նույնիսկ այսօր չկա այդ տեխնացում, վաղը ուժերի հարաբերակցության արդյունքում անպայման կերևա, հա, ծանրությունը որ կողմնա, այնպես որ Նիկոլ շնորհավորում եմ Կոնգոյի նախագահի ճակատագիրը սպասվում է քեզ։ Այսպես թե այնպես սպասվում է։ Հիմա գիտես քո շրջապատի բանը խնդիրը որն է։ Ուզում են հասկանալ իրանք քո հետ արժանանան Կոնգոյի նախագահի ճակատագրին, թե նախորոք երաշխիքներ փնտրելով ինչ որ ձև դա կլինի, ես վստահ եմ։ Երաշխիքներ փնտրելու ձևերը փող տալն է, նախընտրական պայքարին մասնակցելն է, այդ պոտենցիալ տեխնացու էլի, եթե ասենք իհարկե այդ ընդունի այդ պոտենցիալ տեխնացուն, բայց որ տղաներն ու աղջիկներն արդեն փնտրում են, ոնց փախնեն կողքիցը, դա արդեն փաստ է, իսկ ով փնտրում է, նա գտնում է, կարակ չկասկածեք։ Ես սա համարում էի կարևոր դիտարկում իմ կողմից, իհարկե տեքստը տենց բաց չի հնչում, բայց հարց ու փորձը գիտեք ինչ է հետաքրքիր բանը։ Անեկդոտ կա, չէ՞։ Մի հատ երիտասարդ մոտենում է մի հատ փորձառու հոմոսեքսուալիստի, ասում է դու ո՞նց դարձար հոմոսեքսուալիստ։ Ասում է քո նման հարց ու փորձ անելով։
Հիմա սրանք որ հարցուփորձ են անում, ես արդեն գիտեմ իրանք ինչ են ուզում, ինչի համար է դա արվում, ովքեր են դրանով ավելի շատ հետաքրքրված։ Հաստատ ինձանից անուններ իմացող մարդիկ հետաքրքրված չեն, որ գնան դրանց իրենց կոպիտ ասած ձերբակալեն կամ ճնշեն։ Մանավանդ, որ իրանք ինձանից շուտ կարող են բացահայտել, ովքեր ունեն ֆինանսական հոսքեր, որոնց վրա կարող են ասեն ճնշել եւ հոսքերը չլինեն կամ ասենք այնքան քիչ լինեն, որ էֆեկտ չտա, մեդիայի դաշտում։ Այնպես որ վերբալ անալիզը իմ կողմից կատարված բերեց այն եզրակացության, որ դա դրա համար չէր, մասնավորապես նաեւ որ ես չգիտեի եւ չթիրախավորեցի ոչ մեկին։ Ու դատելով մարդկանց բոլոր տեսակի ինֆորմացիոն հոսքերի, ասա Նիկոլիկ, արդի երաշխիքներ են ման գալի։ Հետաքրքիր է որն է, որ ուժայիններն են երաշխիք ման գալիները, ոչ միայն քո քաղաքական թիմը, ուժայինները, թե ում հրամանները պետքա կատարեն որոշակի ժամանակ հետ։ Իրանք վստահ են, որ քո ոստիկանապետը ադեկվատ չի եւ հրաման տվող չի։ Ոչ թե ինքը չի ուզենալու ժողովրդին կոտորելու հրաման տա, չէ, հրաման տվողը, ուղղակի իրեն շանտեղ դնող չկա համակարգում։ Քո ոստիկանապետը զրո է։ Փող ոստիկանապետներն ավելի ասելիք ունեն, քան այսինքն ենթարկվելու իմաստով են ենիչերիները փող ոստիկանապետներին, 5 կարձավիկներին ավելի շուտ կենթարկվեն, քան են քո լրբի, որոնց դրել ես։ Մոռացին այդ դատակ տարածությունը։ Այ փող ոստիկանապետներն են իրենց հերթին փնտրտուքի մեջ, թե ում հրամանները իրենք պետք է շուտով կատարեն։ Տղեկ, մի ներվեք, ես ես կասեմ, այսօր չէ, ավելի մոտ, երբ որ կլինի այդ երրալը, երբ որ կզգամ արդեն սս բերանները բաց, ծարավ ինֆորմացիա է փնտրում, թե ուր փախնեք, ես ես միանգամից ուղղությունը կտամ։ Մի մտածեք այդ մասին, բայց ինչի եմ անեմ աշխատում, պարապ նստած չեմ, ես ամեն ինչ տեսնում եմ, ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, ես հասկանում եմ, չի ամեն ինչը ալվում, որովհետև ցանկացած ոստիկան, ցանկացած քաղաքական անառակ, որ Փաշինյան Նիկոլի կողքն է այսքան ժամանակ եղել, ինքը գիտի, որ իր վրա մի ամբողջ պատերազմ կա, ցեղասպանություն, տեղահանություն, քվեարկելը, աջակցել է, ամեն ինչը կա, եւ դրանք էլ են հասկանում, որ փախնելու տեղ չկա, երևի միակ ձևը ծառայություն մատուցելն է, այսինքն պետք է գին առնել, ինդուլգենցիա, ես չգիտեմ, կաշխատի թե ոչ, բայց որ ամբողջ թիմը փնտրում է Նիկոլ, դա արդեն սիգնալ է քեզ, արդեն բոլորը տենում են, դու չկաս, ոչ միայն դու չկաս, նույնիսկ քեզանից հետո չկա այն մեկը, որ կարող քո տեղը լինի, էդ էլ ասեմ քեզ, վատ է ինչի, որ դու չկաս իրանց համար, վատ է նա, որ քեզանից հետո երկրորդն էլ չկա, գիտես ինչի, որովհետև դու այնքան տխմար ես, այնքան վախկոտ սողուն, որ վախեցել ես մի հատ ուժեղ կարգին մարդ ունենաս կողքդ, պինդ, որ քո փախնելուց հետո մի բան իր վրա մնա ու ոտերը չծալվի տակը, չունես այդ մեկը, ես գիտեմ ինչի չունես, որովհետև դու այնքան ճիճու ես վախկոտ, որպես մեկը քո կողքը չէր հանդուրժի դու, մենք բոլորս հասկանում ենք, որ ուսուցչուհիդ, Արաբաթը, Ալենը, դրանք առաջինն են քեզ խփելու, առաջինը, ու դու իրանց վրա չես կարող հույս դնես, մի խոսքով, բոլորը շատ լավ հասկանում են քաղաքական վիճակը, բոլորը չի եղել այսքան ժամանակ մեկը զանգի ինձ եւ հարցերից ես հասկանա, որ ինքը չի տիրապետում վիճակը, չէ, իդեալական, ավելի շատ ասեմ, քան ես, դե բնականաբար, ես ինչ որ տեսնում մամուլիս եմ, չէ տեսնում, բայց իրանք ներսում են, խոսում են, տալիս են, առնում են, գիտեն էլ, որ ձայնագրում են իրենց, թքած ունեն Աբազի նախկին ֆիրմայի վրա, թքած, հասկանում են, որ էսի ոչ մի բան չի որոշելու, որովհետև գիտեն, չէ, որ իմ հետ խոսալն էլ է ձայնագրվում, ոչ թե ինձ տեղ է Ամերիկայում են ձայնագրում, իրանք ընդեղ են ձայնագրում, բայց մարդիկ խոսում են, չէ, ու դժվար չի կռահել ինչ են խոսում, Նիկոլ, ամենաբարձր ծառից ոնց որ թե արդեն բոլորը թքած ունեն այդ բոլորիդ վրա, որտեվ հասկանում են, բանը բանից անցել է, ու եթե մի բաներ կա վախենալու, դա դուք չեք, ամենավախենալուն գիտեք ինչն է, դրանց համար որ հասկանում եմ, անորոշությունը, բա այդ մարդիկ այդքան կապիտալ են կուտակել, հասկացի,
ասենք են Արամուսի քյալամը են բանը տունա գրվե դամալա վախենու աղազարյան հոբիկը դա ընդամենը ինքն է խոստովանում բա մնացածը շիշ բռնողնա վազում էս կոմենկոմ գողեր հետ հանդիպում մանիպում ես այդ ուղղակի այնց եմ ուզում առիթ լինի տեսնեմ են Չակերտաբոլ եմ ասում գողերի հայացքը որոնք ընդունել են շիշ բռնողին ուզում ասեմ արա բա քո տիտուլը քո ստատուսը ընդեղավոր դու շիշ բռնող ընդունես Ահա մի մարդոնը շիշ բռնողը ինքը ընդամենը Նիկոլի շիշը բռնողնա վաղը ինքը ում շիշն ասես բռնողնա ինքը իր տեսակով իր կոչումով անով ինքը շիշա բռնում ուրիշի համար Փաստորեն ձեր հեղինակությունը ոսը ծնգել է ու կարողանում է հա պայմաններ թելադրի դնի գա տեսնի շշմելու բանը Փաստորեն դուք այդ կաստիճան ընկած եք որ շիշ բռնողը կարողանում է դաժե ցուցում տա հանդիպում պահանջի պայմաններ թելադրի դուք էլ հանդիպեք լսեք Ես մատուցող չէի թողի դա մոտս աշխատել մատուցողը հպարտ մասնագիտություն հասկանում եք գնում է սիրուն շորով սենց մարդկանց լավություն անում մարդիկ էլ վերջում մի բան թողում են իրեն աշխատանքի համար հասկանում եք դա մեջ սենց ուրախություն կա մեկին օգտակար լինելու մեկին սենց մի լավ բանելու շիշ բռնող չի էլի որ բանը Գասպարյան Վովանը սիգարետ բռնող ուներ չէ Նալյան ազգանով հասկանում եք մեկը շիշա բռնում կարիերայի համար մեկը սիգարետ է բռնում կարիերայի համար հայ տղամարդը իսուր ես հասել լավ գնանք առաջ եւ այսպես Կոնգոյի նախագահի ճակատագրին արժանանալու համար կարճ մի հատ հոդված հենց հիմա կասի ձեզ Հրանտ Բագրատյանը Խապան հատվածում 440 կիլոմետր գզիչ է որը լրիվ մերն է Մենք չէինք կարող Գորիս Կապան ճանապարհը կառուցել Ադրբեջանի տարածքում դες բան չկա ճանապարհը կառուցվել է հայկական ԽՍՀՄ նախարարի խորհրդի որոշմամբ Հայկական ԽՍՀՄ նախարարի խորհուրդը այլ պետության տարածքում կամ այլ հանրապետության տարածքում անելիք չուներ Եկավ ասեց «Эй վազնի չայզամլի» խոթարկներ են Գողերը տավես դուրս եկավ այդ ճանապարհի Մենակ Գորի Խապան հատվածում 440 կիլոմետր գզիչ է Պատրաստի հոդվածը վրենա այն հեղումի գնացեք մեր երկրի տարածքից 440 կիլոմետր Սիչելա ու ընդ որում ոչ սահմանազատում կա ոչ սահմանագծում կա ոչ համաձայնագիր կա ոչ մի բան Այս հոդվածը մենակ հերիքա որ Կոնգոյի նախագահի արժանանալը ճակատագրին արժանը որ հանգարց ինչ չասեն էլի բա ժողովրդավարությունը բա ոնց էսկո մեկոմ բա հոդվածը ինչի հիմքի վրա ես մտածի թարմացնեմ 1 ժամ առաջ մի փոքրիկ հարցում դրեցի ես միշտ շոշափում եմ էլի զգամ չկատարվում էլի մի շոշափում եմ եւ այսպես հարցս հետեւյալն է Մակում եւ Ստրասբուրգում որ երկրի շահերից բխող հայտարարություններ էր անում Փաշինյանը 1300 մասնակից լսեք նորմալ թիվա ասենք մնացած մեդիաները որ անում են 1300-ից մինչև 3000-ը սա մի ժամա մեջ է ամեն դեպքում Հայաստանի շահերից դիտարկումը Փաշինյան Նիկոլի հայտարարությունները 12% Ադրբեջանի շահերիցը դիտարկում այդ հայտարարությունները 84% Երրորդ երկրի շահերից այնտեղ գտել են էլ այնտեղ Բրիտանիա, բան, Չիլե, Ռուսաստան գտել են 4%-ն էլ այն կարծիքին է որ ուրիշ երկրի շահերից է բայց ամեն դեպքում որ Հայաստանի շահերից չի հաստատ փաստորեն Փաշինյան Նիկոլի էլի են մոլերանտ անուղեղների անհող անհայրենիքների թիվը էլի էսա 12%, 13% կարող է միջև առավոտ մի 10-15 հազար մասնակից լինի 13% կամ 15% ոչինչ բան չի փոխվելու բացարձակապես ես էլ պետք է ասեմ սա fake թիվ է այդ մարդիկ չկան իրանք ուղղակի կլիկ են անում իրական հողի վրա այդ մարդիկ գոյություն չունեն այդ մարդիկ նստած են աշխարհի տարբեր տեղերում կամ այս Երևանում fake պրոֆիլներից հա դրանք փողոց դուրս եկող չեն դրանք Նիկոլի Հենարանը չեն այս 15%-ը կամ 12%-ը էական չի ուզամասին գիտեք որ գիտեն նաև ԿՊԱ-ականները դրա համար էլ երաշխիքներ են փնտրում խուճապ ես հասկանում եմ ու ավելի խորանալու է մասնավորապես
Այս ամեն օրը իր հետ բերում է մի հատ խնդիրի լուծում, ու սրանք տապալվում են։ Ամեն օրը բերում է մի հատ խնդրեմ, ու սրանք հարամ են անում։ Գնանք առաջ հերթով։ Այս թիվը լավ իշտի։ Եվ այսպես, տեսնենք ինչ ասում ես, իդիոտը ստրասում։ Տեսական փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ես ուղիղ ասում եմ, որ ես դա իրատեսական չեմ համարում։ Վարչապետ Լսեցիք, իրատեսական չի համարում արցախցիների վերադարձը Արցախ։ Իրան ոչ մեկ չի հարցնում։ Ընդ որում, որովհետև օրենքը դուք պատկերացնում եք մարդա սպանվել, սպանվածի տեր ասի ես իրատեսական չեմ համարում, որ դա կարող են գտնել։ Իդիոտ։ Քեզ ոչ մեկ չի հարցնում դու տենում ես թե չէ։ Դու որպես երկրի թիվ 1 բան սահմանադրության կարգի պահապան դու պետք է պահանջես որ դա իրականանա, ոչ թե իրատեսական տեսնում ես թե չէ։ Սա ուղղակի ասում է Ալիև, ես ամեն ինչ անելու եմ, որ հարցը օրակարգ չկա, բայց Ալիևի տրամադրությունը իմ հերթի ես պետքա գցեմ։ Ալիև, քեզ խոսքա տալիս մեկը 12% 12% է ռեյտինգ ու ազդեցությունը։ Այն էլ է fake։ Այդ քվեարկողների մեջ լիքը ադրբեջանցի ու թուրք էլ կա։ Դու լուրջ մտածում ես, որ ես հայացքով, ես ռեյտինգով, ես հեղինակությունով մի ողորմելի պետք է ասի, այո, ես իրատեսական եմ գտնում, չէ։ Կամ իրանով հարցնելու, այն որ ժամանակ է եկավ դա մասին խոսալու, իրանով հարցնելու։ Իրան ոչ մի այդ մասին չեն հարցնելու, ինքը ուրիշ հարցերի պետք է պատասխանի։ Այնպես որ մենք ընդամենը արձանագրում ենք հերթական դավաճանությունը։ Մեզանից ոչ մի բան չի գնում եւս մեկ դավաճանություն արձանագրել։ Դավաճանություն ամենակարևորը թիվ 1 երկրի թիվ 1 պատասխանատուն չի պահանջում օրենքի իրականացում, իրավունքների պաշտպանություն, որովհետև մարդկանց վերադարձը դա իրենց սահմանադրական միջազգային բոլոր ացաններով սահմանված իրավունքն է։ Ու դու ասում ես ես թքած ունենամ ձեր իրավունքների վրա բոլոր աստիճանների վրա։ Մենք քեզ լսեցինք։ Պետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում պատասխանելով եվրոպացի պատվիրակի հարցին անիրատեսական համարեց արցախցիների վերադարձը իրենց հայրենիք։ Ավելին, Փաշինյանն այս խնդրի քննարկումը անգամ վտանգավոր համարեց խաղաղության գործընթացի համար։ Եվ ընդհանրապես փախստականների վերադարձ Փախստականը դու ես որբ դրանք տեղահանված են։ Այդ փախստականը դու ու քո թիմն եք լինելու շատ շուտով։ Հեգնական դեմքը տեսնում եք, վտանգավոր է խաղաղության համար։ Դու պատկերացնում մարդու տունը մտել են, թալանել են, սպանել են։ Ասում է, չէ, ես չեմ գնալ դատարան, չեմ դիմի ոստիկանություն, դա վտանգավոր է հետագա խաղաղության համար։ Դրա համար է ժողովրդի 84%-ը վստահ է, որ սա թշնամու Ադրբեջանի շահերն է ներկայացնում։ 4%-ը ասում է, չէ, Ադրբեջանը չի, ուրիշ երկիր է։ Ընդամենը 12% բիոզանգված կա, որ մտածում է, այս ամեն ինչը իր համար է, Հայաստանի համար է։ Մի զարմացեք։ թեման այս համատեքստում բոլոր փախստականների վերադարձի թեման ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, որովհետև կոնֆլիկտները, այդ թվում Ղարաբաղի կոնֆլիկտը սկսվել է թվում է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ եւ Այս անասունը նույնը ներեք արտահայտության համար ուրիշ բախ չեմ կարողանում գտնեմ։ Այսօր մի հատ լավ բան գտա։ Ասում է կենթանիներին ստեղծել աբանությունը։ Բայց անասուն տեսակը դա մարդու ձեռքի գործ է։ Լավ ասված չէ։ Կենթանուն ստեղծելը, այսինքն հստակ տարբերություն կա էլի կենթանու եւ անասունի։ Կենթանի բնության ստեղծվածն է, արարչի ձեռքի գործն է, կենթանի։ Իսկ անասունի ստեղծել է մարդը։ Հիմա փաստորեն այս անասունի հա։ Արցախի խնդրը լրիվ ուրիշ տեղ է։ Լրիվ ուրիշ բանում է։ Դա ստեղծվել է ինչ-որ, ինչ ասեց, վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտ հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ։ Սա եղել է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ։ Պատկերացնում եք, սա մի երկրի ներկայացուցիչն է, որը ունի այդ հումանիտար իր ճակերտը, որ եմ ասում, հա, հարցերի արծարծման մի քանի հազարամյա փորձ գնացել է, ես Ստրասբուրգում ասում եմ, այդ խնդիրը առաջացել է հումանիտար հարցերի։ Մեկը չկա ասի, հարգելի տխմար, կնշես հումանիտար հարցերի են ցանկը,
Բոլոք առաջացան եւ ոդի արդյունքում ծնվեց Արցախյան խնդիրը։ Ո՞րն է դե հումանիտար։ Ո՞ր։ Եվ ընդհանրապես ո՞րից է ծնվել Արցախյան խնդիրը։ Եվ վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի։ Հիշեցնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու սահմանների Սուտ ասում Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, չի ճանաչել ու չի ճանաչելու։ Սուտ ասում, իսկ այն մեջտեղին կալոններ են կաշմազելով կալոնը։ Նույնիսկ չի հիշում էսի ով է։ Արդեն Ադրբեջանը անուն սովորել է, նու չի հիշում է մյուսն ով է։ Սա մյուս տղեն։ And another guy. Են գադեն էլի։ անխախտելությունը Ալմատայի Կո, զանգի WhatsApp-ով անունը հիշացրա, զանգի։ Փաշինյանն ընդգծեց, որ պետք է կենտրոնանալ հենց այս բանաձևի վրա եւ չանդրադառնալ վիճահարույց հարցերին։ Եվ առաջիկա տասնամյակներում, եթե շատ ուղիղ եւ գուցե ոչ այդքան դիվանագիտական լեզվով ասեմ, Հայաստանն ու Ադրբեջանը պետքա պարզապես հանգիստ թողնեն իրար եւ պետք է կենտրոնանան տնտեսական համագործակցություն եւ քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա։ Ինչ վերաբերում է արցախցիների ճակատագրին, ապա Հայաստանի վարչապետը ԵԽԽՎ-ի առջև ներկայացնելով իր տեսլականը նշեց, թե միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստականները պետք է հաստատվեն Հայաստանում, որպես Հայաստանի քաղաքացիներ։ Փաշինյանն ասաց, թե արցախցիներին արդեն իսկ տներով ապահովելու ծրագիր են սկսել, որը թեև դժվարությամբ է աշխատում, բայց հույս ունեն, որ առաջիկայում այն ավելի արդյունավետ կգործի։ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն Հայաստանի Հանրապետությունում։ Սա է մեր ռազմավարությունը։ Արդյոք անում ես քեզից կախվածը, որ արցախցիները մնան եւ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Արդեն մնացած է իրական չէ։ Բացարձակ։ Որովհետեւ դա արդեն նշանակում է ես բազար եմ անում, բազար ուղակի։ Հրաժարվում Արցախից եւ մտածում եմ Արցախին ոնց է տեղավորվելու Հայաստանում։ Առհաց էլ բախտից։ Փաշինյան Նիկոլ։ Նաեւ քո հազատ եղբայր Իլհամ Ալիևի բախտից։ Արցախին պետք է ապրի Արցախում։ Արցախը Հայաստան։ Դա չի քննարկվում։ Հա եւ այն հարցը Արցախին ոնց պիտի ապրի Հայաստանում։ Դա նշանակում է ես արդեն այն անեկդոտի նման էլի բազար եմ անում։ Ես բազար չեմ անում։ Արցախուն ինչքան պետք է կօգնենք ապրի Հայաստանում, բայց Արցախի հարցը չի փակվում դրանով։ Դա օրակարգ չի, դա մեր պարտականությունն է։ Օրակարգը Արցախուն Արցախ վերադարձնելն է։ Քաղաքական գործիչ եք, քաղաքական հայտարարություններ եք անում, պահանջներ եք դնում, պետք է հստակ լինի, որ բոլոր կենտրոններից հասկանան, որ այս վիժվածքի գնալուց հետո կամ ստատկելուց հետո չգիտեմ ոնց է լինելու։ Էական չի։ Ժողովուրդը իր պահանջ ունի, որ ոչ մեկ անակնկալի չգա, ասի, ռևանշիստ է։ Ոչ։ Արցախցու Արցախ վերադառնալու իրավունքը պաշտպանված է միջազգային իրավունքով։ Դրա մասին ասեց, չէ, 85 ներկայացուցիչ սենատից դիմել են Թրամփին, հենց այդ բանը սորագությունով։ Երեք կարդացի այդ մասին։ 85 ներկայացուցիչ նամակով դիմել են Թրամփին։ Այդ թեման փակած չի։ Հանկարծ մեզ չէ Հայաստանում մեկը մտածի, որ դա փակած է։ Լավ, ժողովուրդ։ Բնակարար։ Ես հիմա Թուրքիայի դրոշով վերնաշապիկը հագիս ման եմ գալիս Երևանում եւ թող փորձի որևէ մեկը ինձ թարս նայել։ Կսպանեմ։ Մեզ ամուր նյարդեր են պետք, խաղաղության օրակարգը պիտի զարգացնենք, առաջ տանենք։ Հայաստանում եկել եմ թատրոն, սա հայերի թատրոնն է։ Դուք չեք որոշում թուրքը որտեղ է գալու նստի։ Մարդիկ փող են տալիս ու այստեղից հեռադիտակով նայում են Աղարդաղին, Արարատին։ Սենց էլ հիմարություն կլինի։ Ես հիմա Թուրքիա Բա որովհետև ոստիկանները սենց բանով են զբաղված։
Եկալու հանգստացա, Այն որ ասում է հələ դու փորձի մեկը վրես թաքնայի գլուխ կջարդեմ կսպանեմ։ Հələ ձեզ էր ասում։ Ձեզ է ասում, այս սրան ոչ մեկ չի տեսել Հայաստանում Երևանում։ Հիմա տեսա՞ք վիդեոն։ Վաղը ինքը պետք է կալանավորված լինի, ցանկացած հոդվածով կալանավորեք, հետո կմտածեք ինչ եք անում։ Հայ նկատմամբ կարող եք, չի անեք։ Ասում վաղը ինքը պետք է կալանավորված լինի, նկարած դրած լինի, որ ինքը տեսնի դա ոնց է լինում Հայաստանում։ Եվ Հայաստանը տեղ ունի, թե չունի։ Եթե դուք չանեք, նշանակում է ինքը ճիշտ է։ Այսինքն ձեր նման հորթը կարող է ուժ կիրառի բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա, որովհետև այդ քաղաքացին ոչ թե քաղաքացի է իր համար, այլ ուղղակի տուգանքի մատերիալ, առանց իրավունքի, անիրավունք հայվանի կատեգորիայում ձեր համար։ Այս ինչ որ ասում է Հայաստանի քաղաքացուն չի վերաբերվում։ Առաջին հերթին ոստիկանները ձեզ ուժայիններին է վերաբերվում։ Դե ապացուցեք, որ ինքը ճիշտ է ասում, կամ ճիշտ չի ասում։ Վաղվա ձեր գործողություններից կերևա։ Վաղը եթե սրա կալանավորված ծեծ ուտելուց միտեղ նկարել դրված չեղավ, որ մի հատ ատենա մետում էր ասում, ինչ էր ասում։ Հարցնայել, այ մատ հարցնեմ, տեսել որ ոտը տակից ոնց է փախնում։ Դե տեսնենք ձեզ։ Տեսնենք այս ամբողջ քանի հազար է կարա 15, չէ, 35,000, հա։ 35,000 գլուխ։ Տեսնեք մի հատ հոգի տղամարդ կա ձեր մեջ։ Մի տղամարդ եմ ուզում։ Մի տղամարդ։ Թեկուզ քաղաքացիական հագուստով միտեղ մի հատ սրան ուղակի սենց, չգիտեմ։ Դուք ընտրեք։ Նկարի ցույց տա, որ Հայաստանում կա այդ մարդը։ Եթե չարեցիք, ուրեմն ինքը ճիշտ է։ Իսկ դուք քանակ չեք, դուք գլուխ եք։ Դուք կարող եք հովանավորներ չփնտրել։ Դուք գլուխ եք, այսինքն հասկանում եք, կարա դուք արա հասուն մարդ, երեխա, կին, հայ, մայր ունեք ու ձեզ գլխականակով են հարկում։ Ոնց եք ապրելու։ Թուրքը գալի մտնում ասում ես երկրում մարդ չկա, ճիշտ է ասում։ Որովհետև ձեզ ուժ է ստրեսի վրա պատում։ Ոչ մի խոսքին չեմ հավատում։ Ես չեմ հավատում, ես անձամբ իր այդ մի քանի անգամ հանդիպել եմ այն շուտ վախտերը, դրանից հետո իմ մուտքը արգելվել է կառավարության շենք։ Ես հասկացել եմ, որ ինքը պոտենցիալ խռովնիկ սուտասան մարդ է։ Ես ոնց կարամ հավատամ մի մարդու, որ 5 րոպեվա մեջ կարա 15-ած սուտ ասի։ Ծնողները գնացել էին մոտ հանդիպման, ինքը որ ասել էր, դա իր խոսքերն է, այսինքն ծնողներն են փոխանցել, որ տանը ուրիշ երեխա չունեք, գնացեք զբաղվեք ձեր ողջ երեխեքով։ Ես Փաշինյանի ոչ մի խոսքին չեմ հավատում։ Սա ենք։ Հետաքրքիր հակադրություն արել նաև Նաիրա Զոհրաբյանը, որ ԿՊ-ում կան մարդիկ, հա, որ կմիանան իմպիչմենտին անուններ չեմ տա, որ Նիկոլը չկալանավորի, իմ ասացի շարունակությունն է։ Այս նոր ուղարկեցի։ Ասիստենտներս շնորհակալություն, Գյորգ ջան։ Նաիրա Զոհրաբյանին էլ են ասում։ Հետաքրքիր է։ Շատ ավելի հետաքրքիր է դառնում։ Շատ։ Իսկ գիտեմ, չէ՞։ Արա, չեք պատկերացնի, հոգեբանությունից հետաքրքիր բան, այ որ ժամանակ ունենանք, չի լիքիչ մասնագիտություն է տիրապետում։ Բայց որ սկսում ես ուսումնասիրել, չէ՞, կենթանի օրինակի վրա։ Հայաստանը կենթանի լաբորատորիա է։ Փաշինյան Նիկոլն ու իր շրջապատը կենթանի լաբորատորիա են, բանը ուսումնասիրելու համար։ Դա ուրիշ հաճույք է։ Այս է Նաիրա Զոհրաբյանն ասում է, եթե ընդդիմությունը թույլ տա, որ Նիկոլի Փաշինյանը հասնի 26 թիվ ընտրություններին եւ շատ ակտիվորեն հստակ ճանապարհ են քարտեզով չկիրառի իմպիչմենտի գործընթացը, նա տանելու է եւ նստացնելու է քարտեզով կուսակցություններ եւ փակելու է ամեն ինչ անելու ալմուտքի դաբրոյով։ Մի խոսքով ուզում ասի, եթե դուք իմպիչմենտի գործընթաց չկազմակերպեցիք, ընդդիմություն կոչված, ձեզ փակելու է բոլորին։ Իսկ ես ուրիշ բան եմ ասում, եթե դուք չկազմակերպեցիք, ես գիտեմ, որ դուք իրա կողմից եք։ Ուղղակի դուք ընդամենը հերթական անգամ այն մյուս միամիտ մասային, որ ձեզ դեռ վստահում է,
կապացուցեք, որ դուք այդ Նիկոլ Փաշինյանի այդ երկու կարևոր ոտերն եք, էլի, աչը, ձախը էական չի, մեջտեղին էլ նույնիսկ էական չի։ Շատ հավանական է, որ երկուսը էլ մեջտեղի ոտն եք։ Ամենահավանականությամբ, բայց դա էական չի։ Ոտ եք էլ։ Նաիրա Զոհրաբյանն էլ նույնն է ասում։ Դե գիտարեք, սկսեք։ Չէ, արագ մանդատները վայր։ Քանի չեն հասցրել սրանք ինքնակազմակերպեն։ Այս խոճապահալ վիճակը պետք է օգտագործվի։ Չնայած չի որ վաղ ուժեղանալու են, բայց չէ, անակնկալի գործոնը ամենաազդեցիկ գործոնն է, որ այս ելիչերիները, որ սենց հավաքված են դուրսը, սրանք էլ չիմանան ուր փախնել, այսպես մոլորված գառի նման կանգնեն նայեն։ Չիմանան ում հրամանը կատարեն։ Ու այդ բանը կա արդեն, սրանք բոլորը թքած ունեն ոստիկանապետի այդ թրիքի վրա, այդ քազի վրա։ Բոլորը թքած ունեն։ Իր տեղականներից սկսած մինչև վերջի շարքայինը։ Նիկոլ, ասեմ իմանաս։ Քո բոլոր նախարարների վրա եւ արդարադատության, եւ դատախազության, բոլորը թքած ունեն այդ բաների վրա, քացերի վրա։ Քո վրա։ Ինչ ճիշտ է, ճիշտ է։ Սա եմ ուզում լսեք մի հատ։ Եվ իր թիմի, սա է, նա պետք եւ իր թիմի, սա է, նա պետք է օր առաջ խնդրի իրեն ձերբակալել եւ դատավարություն սկսել իր ամբողջ թիմի հետ։ Դու գիտեք շա սովա, Գերամ Նազարյան։ Այսքանից հետո Նիկոլի հիմա լրիվ հակառակն ասում է, Նիկոլը ինձ սպանեց իմ Աբգարին։ Ուղիղ, ես իր նայում եմ իր աշկերին, ասում եմ Նիկոլ, դու ես սպանել իմ Աբգարին, մնացած Աբգարներին, դու ես սպանել Դավիթին, Նարեկին, Արամին, Արմենին, բոլորին դու ես սպանել, այդ 5 կամ 7000 տղեկին դու ես սպանել, քո հանցավոր գործողությունների արդյունքում։ Դու պետք է խնդրես, որ քեզ դատեն, Աննային, շուտ դատեն, թե չէ ժողովուրդ ես շոկից դուրս է գալու վաղ թե ուշ։ Այդ 7000-ից ծնողը, երբ որ տեսնի պետությունը իրենց երեխեքի համար պատասխանատուներին չի դատապարտելու, դուրս է գալու իրավիճակը։ Պետք է այդ թաթերական ներկայացումների համար պատասխան տանեն, որ Աշոտիկը միտեղ էր, Էրատոն միտեղ էր, ԲՀԿ-ի ջոկատը, այ Նիկոլ, ձեր ՔՊ-ի ջոկատը ինչ եղավ, դու դրանից խոսա։ Ինչ եղավ ձեր ջոկատը։ Վերջը կասես կինդ որ դիրքն էր պահում նույնիսկ հրադադարից հետո։ Ով կպատկերացնի, սենց ընդդիմադիր տղա է եղել, ասելը պետք է խնդրեք, որ ձեզ հասցնեն դատարան։ Գիտես, չի կարելի մարդկանց, դու փալաս ես, ես դա գիտեմ, որ դու փալաս ես, բոլորն էլ արդեն գիտեն, բոլոր 10-15 տարեկան երեխեքն էլ գիտեն, որ դու փալաս ես։ Նիկոլի մոտ են մեզ ասում ես հիմա Գերամ այդ մասին։ Թե ես միջև բանը, կորմը դեմը դնելն է, փաստորեն կարող են բանը մտածել, որ կա մարդու տեսակ, որ միջև ուտել այլ կարծիքի արենում, ուտելուց հետո այլ կարծիքի, նույն բանի մասին։ Բայց լավ մենք դույն ենք տալու փալասը ղեկավարի այս երկիր։ Ինչի միանան, չէ միանան, ոչ։ Սրան բարև տվող կա, գիտեք, մանավանդ իրա գործընկերները ԱԺ-ում կախառնվում են, գնացեք նայեք, միջև մակ Հոշարյանի բանից է, խմբակցությունից է, ծառայում է, բայց Նիկոլին, չնայած ինչ տարբերություն են, բոլորն են ծառայում, տեսնում են, կախառնում են, ջեն բարև են տալի, գիտեք են չի, բոլորը նույնն են, ոչ մեկ ֆիզիկական նողկանք չի զգում, հոգեբանական նողկանք չի զգում ես տեսակ ենակատնա, դրա համար էլ գրկվում են, դրա համար էլ ձեր են բռնում, շպտում են իրա, բոլորդ Գերամ Նազարյանն եք, ասել է թե Փաշինյան Նիկոլ, կամ Արման Բաբաջանյան, դուք ընտրեք, Արամ Սարգսյան, բոլորդ նույնն եք, նկարչ, մետ ես տեսանին նայեք, ես երկու որպին տենում եք, մեկը տեղական որպա, մեկը թուրքական, Սերբայի մայրաքաղաքում Բելգրադում, անցկացվող ինչ-որ համաժողովի ժամանակ Հայաստանի և Թուրքիայի սոցիալական հարցերով նախարարները նստել են ու
քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի ապագայի հարցերը համագործակցություն ասում բայց նկարին հայտել Արսենը գիտեք ինչի է այս չեք հասկանում ինչի է այս հոգեվիճակը գոհ մտ նայեք կարամ մոտեցնեմ ահա մի քիչ մոտեցավ բայց չեք ասում ինչի է այս հոգեվիճակի մեջ սկսկված գլուխը կախթեք Սա հոգեվիճակ է, ես որպես մասնակից եմ ասում, սա հոգեվիճակ է։ Ինքը ավելի խեղճ է, քան այն ճինը, թուրք ճինը։ Գիտեք ինչի՞։ Հազարավորների մահը վզին նստած է։ Ինքը շատ լավ հասկանում է, որ սա բան չի մնացել։ Բացարձակապես աջակցություն չունեն նույնիսկ իրանց տանը։ Նույնիսկ իրանց տան։ Բա ոնց լինեն։ Սրանք եթե միջև է չսատկեն, Արդաբազան, բայց իրենք 1000 հատ հիվանդության տեր են լինելու։ Իմիջիալոջ լրագրողներ կան, դուք էլ կարող եք օգնել այս process-ին։ Սրանց որ տեսնում եք, սրանց աջակիցներին, սրանց օգնողներին հարցրեք։ Ուղղակի հռետորական։ Ասեք, դուք մտածել եք ինչ եք անելու 9 ամսից։ Հարցրեք էլի։ Տկսկիլ։ Ամենով, տեսեք ուղղակի ասեք։ Դուք արդեն որոշեցիք ինչ եք անելու։ Անդրությունների հաջորդը։ Կարող չհասցնեք, հարցրեք։ Այս հոդվածը որ տեսա, սահմանամերձ գյուղի բնակիչը խնդրում է ներել հողի հարկի պարտքերը։ Ասես տան մեջ է ապրում։ Տեսեք ժողով։ Պատուհաներ չունի։ Միլիոն դրամից ավել վրան պարտք ունի։ Պարտք են դրել, մուգանքներով։ Ոչ կտոր ունի։ Ոչ պատուհան ունի, ոչ մի բան չունի։ Լոբի է մաքրում ոլորտի մարդը։ Տեսեք։ Նայ։ Հավը տանը մեջ, դե մի ծորակա կողքներ լվացքի մեքենա։ Հրսն է։ Ու այս մարդուց միլիոնից ավել փող են ուզում։ Այն դեպքում եւ որ այս տականքը մի գիշերվա համար $20,000 փողա ծախսել մի գիշեր հյուրանոցում մնալու։ Համայնքապետն էլ ասել է, լավ, տուգանքները կներենք, բայց մայր գումարը պետք է փակես։ Արա դու լուրջ մտածում ես այս մայր գումարը փակող մարդ ես։ Հա? Համայնքի ղեկավար, դու էլ իբր սկիթկա ես արել։ Փոխանակ ձեր համայնքը ասես մարդկանց օգնի, պահի, որ իրանք չմեռնեն սովից։ Լուսամուտ ունենան, կտուր ունենան, որ հավը տան մեջ ման չգա հավ իրա տեղ ունենա, մարդ իրա տեղ ունենա։ Էսի որ դարնա, որ հավն ու մարդը նույն տեղը քնեն։ Մեզ լավություն ասել, լավ տուգանքները կներեք, բայց մայր գումարը պետք է փակես։ Ինչի փող չկա լափելու արա։ Բայց առաջի դեմքի համար մի գիշերվա համար, մի այդ ուտես գիտեք քանի գիշերներ։ Որ ես մեկ պատկերացնում ֆոնդը նայեք դուք մի հատ։ Քանի հազար սես մարդկանց պարտքերը, հողի պարտքը, բարկա չգիտեմ, հողի կարող էին փակել։ Հələ մի հատ էլ փող տալ, որ այդ մարդը կարողանա հող մշակի։ Տեխնիկա տալ, չգիտեմ, հազար մի բան անել, ինչ են անում սովորական երկրներում, բայց չէ։ Այդ փողը բացարձակապես իրենց համար է, բացառապես տարեկան 1 միլիարդ էլ պլյուս վակ։ Այդ վարկերը ուր է գնում, իրենց գրպանը։ Ոչ չի գնում գյուղատնտեսական խնդիրներ լուծելու համար, հա, մարդկանց վարելա հողեր տալու համար, չգիտեմ, տեխնիկա տալու, պայմաններ ստեղծելու, չէ։ Ու ձեզ թվում է, այս մարդիկ էսի չեն հիշում։ Այսքանից հետո գնալու են ձեզ զեն տա։ No, մոռացեք դրա մասին։ Մեր ժողովուրդը կարող է միամիտ է, բայց ապուշ չի։ Ադրբեջանցի մի հատ այսպիսի լրագրող կա, որը բացահայտ պնդում է, որ Արցախի պատերազմում 20,000-ից ավել Ադրբեջանը մարդ է կորցրել։ Ես ասեմ, 20,000 չի, 50,000-ից ավել։ Բայց ինքը պնդում է, որ կոնկրետ թվեր կան։ 20,000-ից ավել մարդ է կորցրել։ Ընդ որում ինչ է ասում։ Ուրեմն որ 15,000-անոց Արցախի բանակը 120,000-անոց բանից ադրբեջանական բանակի ամիս ու կես ընթացքում կռիվ ա տվել ու շարքից հանել այդ բանակը։
15000-նոց, ինքնան կեսիած տվերն է, ինտի մեջի։ Արցախի բանակը 120,000-նոց Ադրբեջանի բանակին ինքը շարքից հանել է։ Դրա համար էլ ռեալ թիվ է 50,000 սատկացա դրանց կողմից, ինքը 20,000 ասում։ Սա նրանց համար եմ ասում, ովքեր լկտի ավարի, Նիկոլ ավարի պնդում են, որ Արցախցին չի կռվել։ Ո՞վ է կռվել արա։ Արց, ո՞վ է կռվել։ Բայց 50,000-ին ո՞վ փռեց այդ անտառներում։ Թեկուզ 20,000 է, դուք պատկերացնում եք ինչ է նշանակում։ Այդ մարդը զենք էլ չունեցել, զենք էլ չեն տվել։ 20,000, էս իրանց թվերն է։ 120,000-անոց բանակի դեմ է կռվել, 10 անգամ ամենա ավել, 8 անգամ ավել բանակի դեմ է կռվել։ Ընդ որում առանց հրամանատարների, որտեղ հրամանատարները դավաճանել են, հատուկ գցել են շրջափակման մեջ, զենք չեն արծել, քարտեզներ չեն տվել, պաշտպանական համակարգներ չունեն, հակաօդային պաշտպանությունը անջատացել, մի խոսքով։ Սխալ հրամաններով ասում է, ինձ թվաց, մերոնք են էդի։ Ջալալն ասում է, տեսել է զորքը գալիս, ասում է, ինձ թվաց, ենթադրեցի, որ մերոնք են։ Գցել է մարդկանց շրջափակման մեջ, հատուկ դիտավորյալ։ Այդքանով անդերձ, այսքան իրանց կարողացել են տղեկը պահել։ Ամիկոս, իրանք էլ են զարմացած, ոնց։ Դրա համար եմ ասում, Ալիև, երբ շրջենք Նիկոլին, զուգահեռ ձեռի հետ շրջել ենք նաև քո վերջի էջը։ Քո չէ, Ադրբեջան։ Ինչ տարբերություն։ Ես վաղուց Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի մասին ոչինչ չեմ ասել։ Ոչ թե իմ համար մեկ անդե ինչա կատարվում, չէ, հետևում եմ ուղղակի մի ժամանակի առումով, ես չեմ հասնում ամեն ինչի անդրադառնամ, բայց այս անգամ ուղղակի որպես փաստ ասեմ, որ Ռուսաստանում բենզինի կրիզիս կա։ Արդեն ներամուծում Ղազախստանից, բենզին չկա, որտեղ այս ընթացքում հետևողականորեն ինչքան վերամշակող գործարաններ կա, սա ռմբակոծվել է։ Ռուսաստանը երթինախփում, նրանք իրենց երթինախփում, բայց փաստ եմ ասում, որ Ռուսաստանում բենզին այլևս գոյություն, ոչ թե ընդհանրապես գոյություն չունի, կրիզիս է, դեռ փակ է։ Ու այս ընթացքում Հայաստանում մի հատ բան կա, Իոնիսյան կա, որ ասում է ինքը համ իրազեկ է, համ քաղաքացի է։ Արդյունքում ոչ քաղաքացի է, ոչ էլ իրազեկ է։ Պնդում է այդ, չգիտեմ, այդ չեզոք սերը։ Պնդում է, որ Հայաստանում բենզինը կարող է իջի։ Այն պարագայում Ռուսաստանում բենզին չկա։ Նա ուղղակի քիչ տեղեկացված լրագրող չի գնում, էլի դիմացը, որ ասի, մի հատ կարաս հիմնավորես։ Ինչի հաշվում։ Ինչի հաշվում ես դու բենզին էժանացնելու, երբ որ Ռուսաստանից որ ներմուծում ես այնտեղ բենզին չկա։ Ղազախստանից ուղիղ ես վերելու, թե Պարսկաստանից ես վերելու, բացի էլ այդ փակագծել։ Ինչքան անպատասխանատու, իդիոտ, անմտածված, ուղղակի ոնց սենց է, իրենք մտածում են սենց։ Ասեմելի մեկը ով ավադես խոսալու։ Ով այնձանից հաշիվ ուզելու ես խոսքերից համար։ Ինչ ուզում բգտացնում են, էլի աչուձախ։ Ժողովուրդ ջան, վիճակը շատ լարված է աշխարհում, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները ակտիվացրել է այդ ուղղությամբ։ Եվ մեր տարածաշրջանի, եւ հարավային Ամերիկայի։ Եվ Վենեսուելայի նկատմամբ, եւ դեպի Իրան։ Չի բացառվում, որ նորից սկսի պատերազմ Իրանի դեմ։ Նետանյահուն ամեն ինչ անելու է, քանի Թրամփը կա, քանի դեռ իրան թողում են ղեկավարի երկիրը, ամեն ինչ անելու է, որ իր նկատմամբ պոտենցիալ բոլոր վտանգները չեզոքացնի։ Բայց այստեղ վախենում եմ չհասցնի ինքը։ Ինքը շատ վստահ է եւ ուրախ է, որ եթե TikTok-ը արդեն առնում է, ինքը կարա ինֆորմացիոն աղբյուրները փակի, ու վերջ, մարդիկ էլ բան չգիտեն, Իլոն Մասկի հետ կպայմանավորվի X-net փակեն, ու վերջ, մարդիկ էլ ոչի բան չեն իմանալու եւ ինքը կարողանալու է նույն ձևի ավելի երկիրը աշխարհը Ամերիկայի ձեռքով, ինչպես առաջ էր անում։ Վստահ չեմ, որ հասցնելու է, որովհետեւ վերջի հարցումները Նյու Յորք բան Ամերիկայի Միացյալ Նահանգներում այսօր կարդացի, ուզում եմ ձեզ ցույց տամ։ Խնդրեմ։ Առաջին անգամ, որ Պաղեստինի նկատմամբ համակրանքը ժողովրդի մոտ ամերիկացի հարցվածների մոտ ավելի բարձր է,
Առաջին անգամ կան Իսրայելի նկատմամբ։ 20 վերջի ասում 27 տարվանից sense բան չէ դեռ։ Խոսքով մի տոկոս է տարբերություն, բայց էլի շատ է։ Պաղեստինցիներին սիմպաթիայով վերաբերվում 35%-ը սթիվ երբեք չի եղել։ Իսկ հրեաներին 34։ Իսկ մինչ այդ 34-ի փոխարեն հրեաների սիմպաթիան եղել է 75+։ 75+-ից իջել է 34։ Իսկ 24%-ից պաղեստինցիների նկատմամբ սիմպաթիան ելել է դեպի բարձրացել է դեպի 35։ Հիմա այստեղ էական չի պաղեստինցիների նկատմամբ ինչքան է շատացել։ Կարևորը որ հրեաների նկատմամբ է, Իսրայելի նկատմամբ է իջել 75-ից մինչև 34, ու սա դեռ վերջը չի։ Սա դեռ վերջը չի, որովհետև օրեկան մի բան անում է այստեղ։ Ինչու՞։ Արդեն որոշել է որ King news. Israel has just accused China of hiding Hamas people in Beijing. Netanyahu literally said that we will come after Beijing if they hide Hamas terrorists. Ռոստով արդեն մեղադրում է Չինաստանին, որ Չինաստանը իրան պահում է Համասի ներկայացուցիչներին եւ ինքը խոստացել է գնալ Չինաստան այդ իրանց հետևից։ Այսինքն, տեղեկատվական ակտեր իրականացնել Չինաստանի տարածքում։ Դուք եք բնական է, չէ՞ որ սա ինքը չի անելու։ Հիմա էլ Ամերիկային է պատերազմ բրթում Չինաստանի դեմ։ Տեսնենք Չինաստանը ոնց է պատասխանում։ In China. He went on to say that China isn't just passively involved, but actively and aggressively supporting Hamas and even funding certain parts of the group's operations. Now Netanyahu seems ready to take on China, believing he can win this fight. This statement comes after when China said, if the international community continues to ignore what is happening in Gaza, China will find itself compelled to act in ways the West does not expect. Խոսքով, որովհետև Չինաստանը հայտարարել է, եթե միջազգային օրենքը եւ ուժերը չկանխեցին ինչ որ կատարում է Գազայում, դա կիրականացնի Չինաստանը։ Իրականացնի այն ինչ որ աշխարհն է սպասում։ Դրամատ եմ ասում, ես վախենում եմ Նետանյահուն չհասցնի։ Ուղղակի չհասցնի, ֆիզիկապես չհասցնի, այս մարդը։ Դե լրտվությունը չափուսաման չկա։ Այս աղջկան եւ գրետային հիշում եք ակցիաների ակտիվ կազմակերպիչներից է։ Պնդում եմ, որ այդ բոլոր ակցիայի մասնակիցները, որոնք օգնություն են ուզում տանել Գազա, սովից մարդկանց բռնելու համար, նրանք բոլորը կապված են Համասի հետ։ Իսկ այդ նավերին ուղեկցումը Իսպանիան, Իտալիան, Չինաստանը եւ Թուրքիան իրենց ռազմական նավերով։ Հիմա էլի process-ի մեջ է։ Հիմա էլի օգնություն են տանում։ Սա ասում ասան բոլորը կապված են Համասի հետ։ Սպասում Թուրքիային երբ է մեղադրելու այս ամեն ինչի մեջ, էլի, որովհետև Չինաստանի մեղադրողը Թուրքիային ինչի պետք է մեղադրի։ Թուրքիան ավելի մատչելի է իր համար մանավանդ հիմա։ Քան Չինաստանը։ Չինաստանը շատ բարդ է լինելու։ Մեծ կորուստներ կունենա։ Իսկ սա Բելգիան է։ Բելգիայում է եղել։ 200,000-ից ավել, ինչ են նայել։ 200,000-ից ավել Բելգիայում երթ է եղել Պաղեստինի աջակցության համաստեղ նայեք վերևից, ֆենոմենալ է։ Ֆենոմենալ։ Իսկ Իտալիայում նայեք։ Սա իտալական ոստիկաններն են։ Դե երևի հիշում եք, այս վերջին մի շաբաթ ինչ էր կատարվում Իտալիայում, քանի որ իրանց Մելոնին չճանաչեց Պաղեստինի անկախությունը, դեռ չճանաչել։ Մեծ ընդհանումները ամբողջ Իտալիայում եք։ Մեծ քաղաքացիական համարյա պատերազմ։ Ոստիկանները շպրտում են գետնին իրենց գրպանների այդ ձեռնաշխտաները։ Հայ ոստիկաններ, կներեք, որ ես ոստիկան եմ ասում։ Միլիցիա տեսնում եք։ Տեսնում եք ոնց է լինում։ Մարդը ոնց է լինում։ Մարդը սենց է լինում։ Նայեք էլի։ Ես հույսս դեռ չեմ փորձել, որ կարող պահը գա, դուք որոշեք, որ մարդն էլ ավելի ճիշտ է, քան միլիցիա։ Փորձեք էլի։ Դրանց հետո պատկերացնեք թեթևացած խղճով եք իջնելու բակ, մտնեք խանութ, տուն գաք, որ դուք վերադարձել եք մարդկության գիրկը։ Վստահ եք, փողոցում ման գաք, հանեք այդ Համաս գեստը,
ասեք ես այն տղեն եմ, որ հրաժարվեցի այդ ստոր հրամանները կատարելուց։ Փորձեք էլի, կյանքում գոնե մի անգամ փորձեք էլի։ Այս իսրայելցի զինվորները երկու պաղեստինցի երեխու են բռնել, է։ Մտածում են կալանավորելու մասին։ Ցերեխեքի վիճակը նայեք հələ։ Չես կանգնեց արդեն։ Պատկերացնում եք երեխեքի վիճակը։ Սրանք երկու տարի է սովամահ են ելնում։ Բայց հարց էլի։ Թուրքից ինչով են տարբերում սրանք։ Իմ համար ոչինչ բան վազն է խոսքը։ Եթե մեկը կա սա կարող է արդարացնի, իմ համար ինքն էլ թուրքից ոչինչ բան չի տարբերում։ Ոչ մի բան։ Բացարձակապես։ Ու գիտեք, չի նրանց ինչ են սովորացնում, որ սրանց գնդակահարել է պետք է երեխեքին։ Որտեղ իրանք մեծացան ձեր թշնամին են դառնալու։ Նույնը սովորացնում են Ադրբեջանի դպրոցներում։ Հարց։ Ինչով են տարբերում սրանք։ Դրա համար իրար կես խոսքից հասկանում են։ Նայեք, բա։ Դա Վալենսիայի օդանավակայանն է, նայեք։ Հրեաներին իջացել ու ձերբակալում են օդանավից։ Մտել են ինքնատես, սկսել են իրենց երգերը երգել, իրենց լեզվով։ Զգուշացել են, խնդրել են, թքած ունեն իրանք։ Վալենսիան։ Քսանմեկերորդ դարում ես ուղղակի դժվարությամբ եմ էլի կարողանում հավատամ, որ սս բանը հնարավոր։ Այսինքն այն ինչ որ իրականացվեց ֆաշիստական Գերմանիայում, մտածում ես դե ինֆորմացիա չկար այն ժամանակ երևի, հետո Գերմանիան հոգեբանական այլ վիճակի մեջ էր, աշխարհից նեղացած, վրեժխնդրության ծառավ կա, դե առաջին համաշխարհային ու ինչ ուներ փաստությունից հետո խլել էին ձեռքից, մի խոսքով էլի։ Չեմ արդարացնում, էլի, բայց կարող է ինչ-որ միտեղ հասկանալ։ Հիմա 21-րդ դարում ո՞նց եք նման բաներ անում։ Վալենսիա, դե տապալել են գետնին։ Իսկ հիմա լսենք մերոնց։ Սա գիտեք ինչ եմ բարենում։ Ինձ ես որ մեկ-մեկ դուրս եմ գալիս ափերից, իմ նկատմամբ էլ է գալիս մեղադրանքներ, ես ընդունում եմ, չեմ վիճում, այո, երևի ես պետք է կարողանամ։ Ցած անասուն չասել գոնե։ Չնայած ասում, անասունում իմ բանը որ մարդն է ստեղծում, դա կենթանու հետ կապ չունի։ Կենթանին արարչական էակ է, հա, անասունը դա մարդու ձեռի գործ է։ Բայց լավ, ընդունում եմ, որ երևի դա էլ չի կարելի ասել, բայց որ ես կնոջը լսեցի, ես հասկացա ինչ եմ ասում։ Ղեկավարները իրենք են ստիպում, որ մարդիկ հայոյեն, բարկանան, անեն ինչ որ չի կարելի անել, այդ զայրույթը ստեղծեն։ Եթե մի ղեկավար ասի, կարաքի փոխարեն օգտագործեք սող, շատ օգտակար է, ժողովուրդը ոնց կարող է չբարկանալ, չհայոյի։ Այնպես որ իմ բարի լավ ժողովուրդը մնացել է, այնպես ինչ որ կա, իրենք չարացել են, ժողովրդին էլ չարացրել։ Հիշում եք ես մենք երեք ենք խոսում, որ մենք որ մարդիկ էին եղել, չէ, որ Տիգրան Քյոսայանի մահվան կապակցությամբ ուրախացել էին, բացեց ինչ որ բաներ էին։ Իմ համար մեկ էր դա, կար թե չկար։ Ոչ ինչ որ մի հանճարեղ ռեժիսոր էր, որ ես իր համար պետք է դարդանի, բացարձակապես։ Հոր մասին չի խոսքը, Տիգրանի մասին է։ Հերն էր, Էդմոն Քյոսայանն էր Կարճկին Պետրոսյանը։ Հա, ինքը հոր շուկի տակ մեծացած ջահել էր, էլի։ Ինչ որ է։ Բայց ոչ սառը, ոչ տակ, ուղղակի անհաջող իրան նվիրել էր Պուտինի ռոպագանդային, այդքանով ինքը հիմա մերժելի մարդ էր, էլի, բայց ես իհարկե հասկանում եք, որ դա իր մահանալով ոչ ուրախանալով ոչ տխրելու կարիք չունեմ։ Բայց մարդիկ կային, որ ուրախացել էին, ու շատերը նեղվել էին դրանից։ Ու չեն ուզում հասկանան, որ հենց Քյոսայանի նմաններն են այդ մարդկանց այտենց դարձնում։ Ոնց որ Փաշինյան Նիկոլն է դարձնում մեզ չար,
Թե հələ չենք հայոյում, բայց կարանք հայոյենք դեպտեղումը։ Այսինքն ինչ որ մենք անում ենք բացասական։ Սա իրանց աշխատանքի արդյունքն է։ Հա, չէր կարող Տիգրան Քյոսայանը ամբողջ կյանքը ուրախանալ, հա, որ ոնց են ռմբակոծում ամբողջ Ուկրաինան եւ պահանջել, որ իր մահանալու վրա մարդիկ պետքա չուրախանան։ Մարդը մարդ է, ինչ տարբերություն։ Եթե Ուկրաինայի երեխեքի համար կարելի է ուրախանալ մեռնելու համար, քո մահանալու համար ինչի պետք է ուրախացող չլինի։ Սա բան է, հասկանում եք, այս բումերանգ է, էլի, ու շպրտում ես, ուզում ես անպայման չվերադառնա հետի մի ձև, ախր չի լինում, բնության հետ հնարավոր չի պայմանավորվել։ Հնարավոր չի, ինքը չի հասկանում, պայմանավորվելու լեզուն չի հասկանում, կաշառ չի վերցնում բնությունը։ Արի ես մարդկանց բացատրի, որ դու կարող եք ասենք գայիշնիկի կաշառել, հա, կամ հոգով գայիշնիկի կաշառել, բայց բնությանը չես կարող կաշառել։ Դու ինչ ունես, որ բնությունը չունի, դու պետք է տաս բնությանը շահագրգռես դրանով, ինչ կա բնությանն է, դու այդ ինչ պետք է տաս իրար։ Հետևաբար ապրելուց, աշխատելուց, գործելուց, ԿՊ-ականներ, ոստիկաններ, ընդհանրապես մարդ արարած։ Իշի դու ինչ անում ես, ինչ արդարացնում ես, հանցագործություն ես կոծկում, նշանակում է քո նկատմամբ կատարված հանցագործությունը վաղը կոծկվել է։ Դու ստեղծում ես այդ նախապայմանը։ Մարդասպանությունն եք հենց հիմա կոծկում, չգիտեք ինչ անեք, ոնց անեք, արդեն խառնվել են իրար, չեն կարողանում սա վենդետա դարձնեն։ Պարզվում է, որ այդ տղեն, այդ նարեկը, հա, այդ համայնքապետին իբր սպանած կամ աջակցած նարեկը, ընդհանրապես կապ չունի այդ գործի հետ։ Բայց մեկը էլի բերում են, կապում են, որ սա զակազով բան չի, սա քաղաքական սպանություն չի։ Չի տղեկ, եթե դուք այսօր կարողանաք դրան հասնեք, որ ապացուցեք դրան քաղաքական սպանություն չի դա, ու վենդետա է, լուրջ վառը ձեր նկատմամբ են անելու, նույն բանը։ Դուք չեք հասկանում, որ եթե կարելի է, ուրեմն կարելի է, էլի։ Եթե կարելի է իրանց նկատմամբ, վաղը կարելի է լինելու ձեր նկատմամբ, դուք այդքան չեք հասկանում։ Լավ ասենք, կարելի է լինել, էլի, ապուշ, բայց այդքան կարճատես, կարճամիտ։ Դպրոցում թվականությունները ազատ են արձակել Մղջանգյուղի դպրոցում թմրադեղ տարածողին, ձեր գնահատականը։ Իշխանությունից ուրիշ բան չէր կարելի սպասել։ Ինչու են ազատ արձակել ես ձեզ։ Ինչու համար, որպեսզի կորզանեն մեր ազգը։ Մտածված տանում են մեր ազգը կորզանման։ Նենց որ այս իշխանություն չէ, էսի խեղ կատակություն է։ Դրա համար էլ հասկանում են, որ իրանք հենակետ չունեն։ Գիտեն, չէ։ Լսում են, չէ, ժողովուրդը։ ԿՊ-ականները դրա համար էլ հասկանում են, իրենք արդեն քայլող դիակ են, քայլող թիրախ։ Վաղ իրանց սատկացնելու են, իրանք գնալու են դիմեն ոստիկանություն։ Ոստիկանություն ասի, գիտեք, մենք պետք է մենք հասկանանք, ձեզ ինչու ցեղասպանեցին, ձեր լեզվով պատասխանելու ձեզ։ Դուք այսօր դպրոցում նարկոտիկ տարածողի եք բանը ազատում։ Վաղ է այդ նարկոտիկ տարածողը գալու է ձեր երեխեքի վրա նարկոտիկ ծախի։ Կամ ինքը ծախելու է մեկի վրա, որը ձեր երեխեքի ընկերն է կամ ընկերուհին, բերելու է ձեր երեխեքին էլ էդի տա։ Դժվար է հասկանալ։ Եթե միտեղ ձեր երեխեն կա, դուք կաք ձեր ընտանիքը, ու շուրջը նարկոտիկ է պատտվում, զենք է պատտվում, հանցագործություն է, դուք լուրջ այդքան անասուն եք, որ մտածում եք, դա ձեզ չի վերադառնալու, այս ոնց, չգիտեմ, մեր ոնց բացատրեմ։ Աշխատած ժամանակները իրա աշխատած 7 տարվա բերեց ամեն ինչի մարդիկ Ես ուզում եմ այս կնոջ հայացքին նայեք, լրջությանը, խոհեմությանը։ Վստահ եք, այս խոսասողներից ոչ մեկ քաղաքական գործիչ չի, ակտիվիստ չի, սա շարքային միջին հայ մարդ է, հայ կին է, որը իր տեսածն է ընդամենը ասում, ընդ որում աշխատում է չհայոյել, ես հետ էլ եմ նկատում, իրենց համար շատ դժվար է խոսելը։ Սա ակնհայտ է բոլորի համար։
Դրա համար էլ ընկած հովանավոր են մանգալի, գարանտիաներ են մանգալի։ Դուք չունեք գարանտիա։ Այսօրվա գարանտիան ձեզ խարիպիրի անելն է։ Ես այդ կառաջարկեի։ Սպան են լինում, այսօրվա գիշերվա դեպքերը շատ ահավոր վիճակ չի։ Մարդիկ ինքնասպան են լինում, այսօրվա գիշերվա դեպքերը շատ ահավոր վիճակ է։ Ահավոր։ Կոտրվել է ձեռքը, որ առաջի անգամ իրեն ձայն եմ տվել։ Բավարար է այդքան։ Լավ, շեշտեց առաջի անգամ, երկրորդ անգամը չէին էլի։ Ինչքան հնարավոր է շուտ վերջ տանք իրա ստեղից գնա կամ սպան լինի։ Ասեց կժատել են, ինչ լինի։ Փաշինյանն ասում է, որ հայոյելը անթույլատրելի է, ձեզ այդ հայոյելու մշակույթը միջավայրով վերեց մեր մեջ։ Ով չգիտենք։ Շանս չկա։ Մենք եթե կարողանանք իրոք այս 3-4 ամսա մեջ ազնիվ խոսք եմ ասում ժողովուրդ, ես սպասում եմ դեռ տեխնացուների առաջադրման։ Ես գիտեմ, որ լինելու է, նոր մարդիկ լինելու են։ Մենք կնայենք այս միջև հունվար, տեսնենք ինչ է պատկերը, իրանք իրանց մեջ ոնց են դիրքավորվում, հա, պես հարցին լուծում ենք տալու։ Այն ժամանակ էլ կարող է մյուս կողմը վազիններ սկսի գարանտիաներ փնտրել։ Հա, կաշառք տալով, խոստումներ տալով, մի խոսքով օգնություն տալով, որ ընտրվի, որ իրա կաշին փրկվին դե։ Ես չգիտեմ, ես չգիտեմ ոնց կլինի։ Բայց շանս չկա սրանց։ Ապագա չկա սրանց համար։ Բացարձակապես։ Հա, Կոնգոյի նախագահի օրինակն է, թող իրենց դաս լինի։ Նույն բանի համար են դատեն։ Գիտեք որն է Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը։ Այո, Հայաստանը վերացնել հայերի հետ միասին։ Գասիկ, մարդը նույնիսկ չմտածեց։ Լսել եք ոնց որ նախորդ պատրաստված լիներ։ Հայ ինչ իհարկե գիտենք։ Իսկ ով չգիտի։ Իսկ ով չգիտի։ Մարդիկ նույնիսկ չեն էլ մտածում, հա, տենաս ինչն է Նիկոլի փակ։ Բարձ է բոլորի համար։ Ու սա հույս ունի, որ պիտի ընտրվի։ Հույս ունի, որ Ալիևը իրեն նշանակելու Հայաստանի վարչապետ։ Խելքի ծնունդը։ Կարծիքով ինչու 44-օրյա պատերազմից 5 տարի անց զոհվածների անուն ազգանունները չի հրապարակվում։ Որովհետև շատերին պետք էր այդ զոհերը ինքնահաստատվելու, ունենալու պաշտոն եւ հենց դրա համար իրանք եկան։ Այսինքն իրանք եկան նաեւ նախկիններից, դա բոլորին էր ձեռնատու, ում են պետք է զոհերը։ Կայֆավատ լինողները լինում են, ինքնահաստատվողները լինում են, անգամ երբ որ ծնողը դուրս է գալի ասում է ես իմ տղային կորցրեցի, գտածես ինչի, արդյունքում հա մոռացել է երևի որ 20 միլիոնի դիմաց ինքը վաճառեց իր տղային ու մոռանալով որ ինքը կրծքի տակ կրել է այդ տղային ու լսել է իր զարկերը, բայց ինչ որ մի հատ անառակի իրանք դուրս եկան ու փոխեցին իրան զավակին 20 միլիոն դրամի դիմաց, ինչ կարաս ասես դրա հետ։ Սահմանահատման կնիքի վրա Փաշինյան, ըստ ձեզ ինչու է Փաշինյանը սահմանահատման կնիքի վրայից հեռացրել Արարատ լեռան պատկերը։ Հիմար մարդուց ինչ է կարող խելացել, այդքան գործեր արեց բոլորին ծուկից է, հնակ ասում է չի անում։ Ինչու է Դավիթ Տոնոյանն ի վերջո որոշել պատերազմի մասին բացահայտումներ անել։ Բոլորին գնդակարել է պետք։ Վերնախայ, որովհետև նրանք մեր պետությունը քանդեցին։ Վերջ։ Ես չգիտեմ իրանք քաղաքական որ ուժի ազդեցության տակ են, որ մեդիայի ազդեցության տակ են, ես կարծում եմ, որ ոչ մեկին, որովհետև առնվազն ես չգիտեմ, կարող դուք գիտեք, չեմ տեսնում այն մեդիան քաղաքական, որ կարող է ժողովրդին այսքան ինֆորմացնել։ Երևի մեր ժողովուրդը դեռ պահել է տողերի արանքը կարդալու ունակությունը, լսելու հակառակը ընկալելու ունակությունը, որտեղ սովետի ժամանակը տենց էր։
Սովետի ժամանակ, Լևոնի ժամանակ, մենք լսում էինք ու գիտեինք արդեն իրականում ինչը։ Հետաքրքիր բան էր, մենք լսում էինք սովետական կամ լևոնական ինֆորմացիան ու մենք արդեն հասկանում ենք իրանք ինչի նկատի ունեն։ Դե դες մենք մեծացել ենք, երևի դա ասենց ավտոպիլոտ գալիս է իներցիայով ու այս տարիքի մարդիկ հենց այս սերունդի մարդիկ են, էլի։ Իրանք նույն ձևի անկախ նայած ընդ հանրայինով ինչ են բալբաջում, այս մարդիկ իրենց անելիքն ու կարծիքը գիտեն։ Երիտասարդները ինչ են անում, ես բենց հարցախուժ չունեմ, բայց ընդհանուր տոկոսայինը որ նայում եմ, այս հաշվի տարի 10 քանի տոկոս ամենաշատը։ Իսկ երիտասարդները մի հատ ուրիշ բան ունեն, որ ցույց է տալիս միջազգային հարաբերությունների ու խնդիրների վրա։ Իրանք ունեն մեծ ցանցի մեջ շփվելու հնարավորություն, որտեղ ինֆորմացիան ավելի առատ է, քան հանրային դաշտում։ Ասենք եթե այս տարիքով մարդիկ իրանք հանրայինից լսած ինֆորմացիան են վերցանում հասկանալու համար իրականում ինչ է, երիտասարդները ուղիղ աղբյուրները գիտեն, ուղիղ ինֆորմացիա քաշով են։ Այսինքն ես վստահ եմ, որ մեր երիտասարդներն ավելի այդ առումով պետք է տեղեկացված լինեն, որտեղ աշխարհում տենդենսն է դրան բերել։ Այ դրա բանն է, հետևանքն է, որ Իսրայելը մնացել է 8-9 երկրի բաներ, ասենց աջակցության կենտրոնում, հա։ 8-9 երկիր պատկերացնում եք։ Մի երկիր, ասենք 2 տարի առաջ ուներ երևի 100-ից ավել աջակից աշխարհում, այսօր մնացել է 8 երկիր։ Դա երիտասարդության շրջանում տարածվող ինֆորմացիայի քննարկումների արդյունքն է, որը ստիպում է իրենց երկրների կառավարությունների որոշումներ կայացնել։ Եթե աշխարհով մեկ դա է, մեր մոտ էլ է դա լինելու։ Ես վստահ եմ։ Գոնե ես որ իմ երեխեքին նայում եմ, հա, տեղեկացված են ամեն ինչից։ Ամեն ինչից, եւ Հայաստանում ինչա կատարվում, եւ աշխարհում ինչա կատարվում։ Դա նայած չի, որ իրենք ինձ են լսում։ Իրանք ինչ չեն լսում։ Մեկ ու մեկ կարող է լսում են, բայց դες չի որ ես գալիս եմ տուն տենում նստած Վարդան Հակոբյանն են լսում, չէ։ Բայց իրանք ամեն ինչ գիտեն։ Իրանք հարցերից ես հասկանում եմ, որ իրանք արդեն գիտեն ընդ ինչա կատարվում, ուղղակի ճշտում են, էլի, ես այդ մասին գիտեմ եւ եթե չգիտեմ կամ գիտեմ ինչ եմ մտածում։ Այնպես որ ժողովուրդ ջան, լավ է լինելու։ Չի կարա վատ լինի։ Դուք չեմ ասում եք, այսքան հազարավոր տարի եկել ասել եք, այսօր վան որ էլ վատ չի կարա լինի, ասկին ոնց կարող վատ լինի, եք իսկան դիմացել են, չէ, որ այսօր վերանանք, այս վիժվածքներ ես, անհող, անդավաճ ես, անհող, անհայրենիք, այս ոչնչությունները կարողանան մեզ հաղթեն, չէ, բացառմա, մենք բոլորս իրար դավթի սերունդն ենք, է որ 40 գազ հորի մեջ էլ ուզում ա լինի, ինքը մեկա տալու է խփի դուրս կա։ Չկասկածեք, այսօր համար այսքանը, լավ մնացեք։